Ինչպես գիտեք, 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Տիգրան Ավինյանի հայրը ի պատասխան լրագրողի հարցին վիրավորել էր Opel-ի վարորդներին անվաներով նրանց համբալներ, իրանց գեղի Opel-ներով եկած։ Մեզ բազմաթիվ քաղաքացիներ էին դիմել եւ ես դատական հայցով ընդդեմ Տիգրան Ավինյանի հոր հայց ներկայացրեցինք դատարան այդ արտահայտության համար, պահանջելով նրանից սիմվոլիկ 500,000 դրամ, իսկ դա կապված էր նրա հետ, որ նա պահանջում էր, որ կարմիր գծերի գինը պետք է լինի 500,000 դրամ, ու նաև նշեցինք էլ, որ այդ 500,000 դրամը մենք կդրամադրենք ինչ-որ օգնության, բարեգործություն կարվի այդ գումարով, ուրեմն տեղի է ունեցել 3 դատական նիստ ընդհանուր առմամբ, 3-ին էլ Տիգրան Ավինյանի հայրը չի ներկայացել, միայն վերջին դատական նիստով իր փաստաբանի օգնությամբ ինչ-որ հայտարարություն էր փորձել անել, որը դատարանը չթողեց այդ հայտարարությունը արվի։ Դատական նիստերը անցնում են դռն բաց, ցանկացած քաղաքացի կարող էր գալ եւ մասնակցել դատական նիստին, լսել, ներկայանալ, եթե իհարկե չգիտեմ արդեն օրենքով ոնց է հարցեր ուղղել կամ չուղղել, բայց ընդհանուր առմամբ Ավինյանի հայրը երբևիցե չի ներկայացել է միայն նրա պաշտպանը։ Արդարության համար նաև նշեմ, որ դատարանը մի քանի անգամ խիստ նկատողություն ոչ իրավական տեսակետից, այլ մեր առօրյա կյանքով ասված նկատողություն արեց պաշտպանին Տիգրան Ավինյանի հոր, որովհետև նրանք 3 նիստին էլ ոչ պատշաճ ձևով էին ներկայացել նիստերին, նրան նկատողություն արեցին եւ դատարանը որոշեց, որ վճիռը պետք է հայտնի հուլիսի 4-ին։ Ինչ ակնկալիք ունեք, եթե չբավարարվի, Եթե մեր պահանջը չբավարարվի, ամենայն հավանականությամբ կդիմենք վերաքննիչ դատարան, բայց ամենայն դեպս ամեն ինչ ցանկալ ժողովուրդը տեսնում է, թե ինչպես է Ավինյան Տիգրանի հայրը բացահայտում ներիշխանական խոսակցական իրանց լեքսիկոնները, թե մեկը մյուսի հետ ինչպես է խոսում, ու նույն խոսելավոճով նաև հանդես է գալիս Նիկոլ Փաշինյան ազգային ժողովում, դա ապացուցում է այն, որ նրանք ուղղակի ժողովրդին դիտարկում են տուգանքի մատերիալ, ժողովրդին դիտարկում են իհարկե կներեն իսկ մեր քաղաքացիները, բայց համբալ, որովհետև այդպես արտահայտվում են ու դա չեն էլ թաքցնում։ Պահանջը ձեր դատարան դիմելով բացի այդ 500,000 դրամը նաև ներողություն խնդրելն են։ Ոչ, որովհետև ես ձեզ անկեղծ իմ կարծիքը ասեմ, որովհետև Տիգրան Ավինյանի հայրը ինչքան էլ ներողություն խնդրի, դա կեղծ է լինելու եւ դա միանշանակ ոչ ոքի չի բավարարելու, որովհետեւ եթե ներողություն խնդրող էր, ապա չէր սպասի, որ իր տղան իր փոխարեն ներողություն խնդրի, եթե կարծում եմ ինքը ներողություն կխնդրել ու եթե հանկարծ դատարանը որոշի, որ այո, Տիգրան Ավինյանի հայրը սխալ է, ամենայն հավանականությամբ նաև բարոյական նորմերից ելնելով իսկում են ներողություն կխնդրի, այսինքն ներողությունը որպես պահանջ ներկայացնել իմաստ չեմ գտել, որտեղ նրա ներողությունը լինելու է կեղծ, անիմաստ եւ նա իրականում չի զղջալու իր արածու համար, բայց երբ որ արդեն ֆինանսական դժվարություններ ունենա, չնայած 500,000 դրամը իրանց համար ընդհանրապես դժվարություն չի, որտեղ նրանք պատրաստ են նույնիսկ այդ գումարը տալ, կարմիր գծերի համար, Համենայն դեպս կարծում եմ, որ դա ավելի շատ նրանց պատիժ կլինի ու որ տեսնեն էլ, որ այդ գումարը փոխանցվում է բարեգործության, ինչ-որ մարդկանց օգնության եւ այլն եւ այլն։